Նշված քրեական գործի հետ Արտակ Բաղիկյանը ADM ընկերությունը որևէ առնչություն չունի, որևէ քաղաքական այր, որևէ առնչություն չունեն նշված ընկերության հետ։ Հերկվել են բոլոր մեղադրանքները։ Գործը արդեն 5 տարի քննվում է դատարանում, հակակոռուպցիոն դատարանում է գտնվում, 6 միլիարդից ավել հարկ է վճարել պետական բյուջե։ Բացի Արտակ Բաղիկյանից, այսինքն սեփականատիրոջից, որևէ թաքնված անձինք սեփականատերեր այս ընկերության հետևում չկան կանգնած։ Հանցակազմի բոլոր տարերով հերկվել է դատաքննության ընթացքում։ Արմնուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Գեգամ Հակոբյանին 3 բավականին ուշագրավ հայտարարություն տեղ ունեցավ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես ձերբակալել են Ալրոսայի ադամանդերի գողության մասնակիցներին, նրանք դա գողացել էին Հայաստանի Հանրապետություն ուղարկելու համար, եւ ուշագրավն այն էր, որ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին նաեւ ADM Diamonds ընկերության անունը, Բաղիկյան եղբայրների անունն էր շոշափվում, ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքասյանի անունն էր շոշափվում, հայտնի ադամանդագործության ոլորտում ինչ ճանապարհով հանցագործության մեջ ներգրավելու դեպքերի մասով մենք պարոն Հակոբյանի հետ կփորձենք հասկանալ, թե Բաղիկյան եղբայրները ինչ կապ ունեն քաղաքական իշխանության թևերի հետ եւ առասարակ ինչ է կատարվում նրանց շուրջ։ Պարոն Հակոբյան, շատ շնորհակալություն, որ չեք մերժել մեր հրավերը։ Երեք կարծես թե ամբողջ համացանցը խոսում էր ադամանդագործության ոլորտում աղմկահարույց բացահայտման մասին, որը ըստ էության ազդակը հնչեցրել էր Ռուսաստանի Դաշնությունը։ Ես նախ կցանկանայի հասկանալ, թե արդյոք ADM Diamonds անունը շոշափելով Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից Հայաստանում քաղաքական պրոցեսների հետ որևէ կապ ունի, հաշվի առնելով որ քաղաքական անձի անունն էր նշվում, ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքասյանի անունը, այդ թվում եւ գործարար Սամվել Կարապետյանն է այս օրերին կալանավորված Հայաստանում, դուք որևէ քաղաքական կապ տեսնում եք ընկերության շուրջ տարվող այս հայտարարությունների մասով գողություններ, ադամանդագործության ոլորտում ինչ դրսևորումներ։ Բարև ձեզ, նախ ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տեսեք, այո, հայտարարություններ տարածվեցին, այսպես աղմուկ բարձրացվեց անտեղի, իհարկե ի սկզբանե ամենահակիրճ ձևակերպումը որ տամ, ADM ընկերությունը որևէ առնչություն, որևէ կապ չունի ձեր նշած Ռուսաստանում այդ տեղի ունեցող գործընթացների հետ, որևէ առնչություն չունի։ Ընկերությունը նույնպես հայտարարությունը տարածել էր եւ առավել դետալային ձեր հարցերի հարցադրումը բազմաշերտ էր անդրադառնալով նշեմ հստակ մեկ բան, որ որևէ քաղաքական կապ ամենայն դեպս չկա, թե քաղաքական ենթատեքստ կարող էր ենթադրությունների հիման վրա լինել Ռուսաստանում, այսինքն քաղաքական ինչ-որ նկատառումներով դա լիներ հայտարարված որոշակի անհիմն ենթադրությունների վրա, ձեր նշած կապի իբր թե կապի արդյունքում չեմ բացառում այդ հանգամանքը, թե ինչ նկատառում էր հետապնդում դա, սակայն մեկ բան հստակ նշեմ, որ որևէ քաղաքական կապ ADM ընկերությունը, այսինքն քաղաքական հովանավորություն, ձեր նշած անձանց հետ, նույն Խաչատուր Սուքասյանի անունը շատ բազմաթիվ անգամ շոշափվեց, որևէ կապ այդ ընկերության հետ, գործարանի հետ, ոչ փաստացի, ոչ իրավաբանորեն, որևէ առնչություն այդ անձը չունի այդ գործարանի հետ։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին, տեսեք, երբ դեռ իշխանափոխություն չկար, ոչ մի այդպիսի բան չկար, սովորական, այսինքն ցանկացել են հայրենիքում գործարան ստեղծեին, շուրջ 15 միլիոն դոլարի ներդրում էր կատարվել։ Եվ այդ ձեր խոսակցություն, այսինքն ստեղծվել էր բազմաթիվ աշխատատեղեր, շուրջ 250 աշխատատեղ է ստեղծվել Բաղիկյանների կողմից եւ 2022 թվականից սկսած տվյալ ընկերության նախկինում եղբայրներով էին հիմնադրել եւ 2022 թվականից սկսած բացառիկ եւ միակ իրական շահառուն հանդիսանում է Արտակ Բաղիկյանը։ Տվյալ ընկերությունը ամբողջությամբ պատկանում է Արտակ Բաղիկյանին, որևէ այլ անձ, իր եղբայրը, որևէ քաղաքական այր, որևէ առնչություն չունեն նշված ընկերության հետ։ Ուշագրավն այն էր, պարոն Հակոբյան, որ երեք համացանցում նաև այն տեսանյութն էր հայտնի տարածում, թե ինչպես հեղափոխությունից հետո դուք նշեցիք 2017-ին ընկերությունը բացվել, մինչ Հայաստանում իշխանափոխություն տեղի չէր ունեցել։ Բայց հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն է գնում գործարանի բացմանը, այդ բացմանը նաև լինում է Խաչատուր Սուքասյանը, այս կապն էին անընդհատ փորձում համացանցում տեսանյութը տարածելով ցույց տային, որ նայեք, տեսեք, վարչապետը գնացել է ընկերության բացմանը, Խաչատուր Սուքասյանը եւս եղել է եւ այդ այցից հետո կարծես թե ընկերությունը հայտնվում է ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում։
Ինչ է կատարվում, պարոն Հակոբյան։ Տեսեք, հենց ձեր հարցի մեջ արդեն իսկ այն պարզաբանումը ըստ էության կա, այսինքն ձեր այդ ժամանակագրության ներկայացման մեջ նախ նշեմ, որ որևէ, այսինքն առնչություն չունի։ 17 թվականին ստեղծվել է ընկերությունը, ներդրումներ բնականաբար գործարաններ կառուցվում եւ բնականաբար բացումը հենց միանգամից 17 թվականին չէր կարողներ եւ անկախ այն բանից ով կլիներ քաղաքական ղեկավարությունը տվյալ իրավիճակում, քանի որ մեծածավալ ներդրում էր Հայաստանի Հանրապետության համար էական նշանակություն ունեցող, այսինքն արտադրություններ, աշխատատեղերի թվականակի իմաստով հրավիրվել էր նաև քաղաքական ղեկավարությունը, այդ թվում նաև ազգային ժողովի падգամավորներ, այսինքն առանձնահատուկ կարգավիճակ այնտեղ ոչ մեկ չի ունեցել, ինչ որ մասնաբաժին ունենային, որ գային ներկա լինեին կամ կապ ունենային, որ ներկա լինեին։ Տվյալ իրավիճակ, այսինքն տվյալ ժամանակահատվածում ով լիներ քաղաքական ղեկավարությունը, երկրի համար ներդրում էր կատարվել, մեծ մասշտաբի գործարանի բացում էր, ընդ որում տարածաշրջանի մասշտաբով, այսինքն իր ծավալներով եւ որակական ցուցանիշներով բացառիկ, այսինքն ներդրումային ծրագիր էր ըստ էության Հայաստանի Հանրապետությունում, քանի որ այնպիսի հաստոցներ, տեխնոլոգիաներ են ներդրված, որ տարածաշրջանում համարվում են առաջատարը։ Երբ քաղաքական ղեկավարությունը հրավիրվել էր, քաղաքական ղեկավարությունից վարչապետն էր մասնակցում, ազգային ժողովի падգամավորներ էին մասնակցում եւ որևէ կապ չուներ։ Գալով այդ հակադրությանը, այդ որ նշվում է թե Խաչատուր Սուկասյանը կապ ունի, այսինքն եթե կապ ունենար, առնվազն տրամաբանական կլիներ, պետք է լիներ քաղաքական հովանավորչություն, բայց մենք փաստ ունենք 19 թվականից սկսած, ես եւ իմ անձնական ընկերական հարաբերություններ ունեմ Արտակ Բաղիկյանի հետ եւ գործնական հարաբերություններ, այսինքն 19-20 թվականից սկսած դուք ճիշտ նշեցիք, հետապնդումներ են ըստ էության հնարավոր բոլոր ստուգող, վերահսկող, բոլոր մարմինները, իրավապահ բոլոր մարմինները, այսպես ասած, խոշորացույցով փորձում են ինչ-որ խախտումներ հայտնաբերել, փորձում են վերագրել չկատարված արարքը։ Դրա փորձել են հասկանալ չեն կարող։ Արտակ Բաղիկյանը կամ դուք որպես պաշտպան փորձել եք հասկանալ ինչ ովքեր են հետապնդում քրեական վարույթներով փորձել խեղճացնել երկրի իրավապահ ազգային անվտանգության ծառայությանը ներքաշել ըստ էության այս պատմության մեջ, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի։ Գիտեք ինչ, դա ցավալի իրողություն է, որովհետև երկրում նման ներդրում կատարելը, 250 աշխատատեղ ստեղծելը պետք է բացառապես խրախուսվեր։ Անկամ եթե լինեին մանր ու, չգիտեմ, ինչ-որ խախտումներ, թերացումներ, պետք է առնվազն կարելի էր այսպես ասած, ինչ-որ ներողություն, բայց չլինելով որևէ խախտում, չունենալով բացառապես օրինական դաշտում աշխատելով հանդերձ, այսպիսի հետապնդումների է ենթարկվել տարիներ շարունակ։ Մենք կարող ենք տարբեր ենթադրություններ անել նշվածի հետ կապված, բայց կոնկրետ փաստ չունենք։ Եթե ունենայինք, համապատասխան միջոցներ կձեռնարկենք, թե որտեղից է գալիս այդ այսպես ազդակը կամ նախաձեռնությունը որ կողմից է։ Համենայն դեպս բոլոր նախաձեռնությունները ընկերության հանդեպ ձախողվել են ըստ էության հաջողություն չեն պսակվել նախաձեռնողի կողմից, որովհետև հերկվել են բոլոր մեղադրանքները։ Հիմա դրանցից շարունակություն դատարանում եւս դուք տեղեկություն ունեիք, քննվում է քրեական գործ, որը այո, այստեղ շատ կարճ է խոսքը վերաբերում է 2021 թվականի ազգային անվտանգության ծառայության կողմից այդ քրեական վարույթի հետ որովհետև մեծ տեղեկություններ էին եկել, որ քանի որ նշեցիք արդեն մեկ սեփականատեր է բացառապես Արտակ Բաղիկյանն է, եղբայրներից մեկը, երկուսն էին բեմային ենթարկվել այդ ժամանակ, ասում են, որ այդ ադամանդները հետ էին վերադարձել, գործն է կարճվել էին։ Եղբայրները ունեն տանիք, դրա համար է գործը ԱԱԾ-ի այս հարուցված քրեական վարույթը կարճվել։ Հիմա ուզում եմ դուք պարզամանել, գործը կարճվել է, թե դատարանում է եւ ինչ ընթացքով է գնում։ Տեսեք, գործը արդեն 5 տարի քննվում է դատարանում, հակակոռուպցիոն դատարանում է գտնվում։ Գրեթե այդ եզրափակիչ մասին ենք մոտենում, ավարտական փուլում ենք գտնվում, ըստ էության այսինքն գործինյութերի հետազոտումը, վկաների հարցաքննությունը ավարտել ենք եւ դատաքննության արդյունքները, քանի որ դրանք հրապարակային քննության ենթակային չեմ թաքցնի, որևէ հնարավորություն չեն թողել, քան արտարացնող, այսինքն ակտ կայացնելու, արտարացնելու առումով, որևէ հնարավորություն, իրավական որևէ հնարավորություն չի մնացել, որ հակառակի մասին այսպես կանխատեսում անել, հետևաբար, այսինքն սա էլ գալիս է խոսելու այն փաստի մասին, որ ի սկզբանե, այսինքն այդ հետապնդումները եղել են չհիմնավորված, կարելի ասել նաև հենց ուղիղ անօրինական։
Մենք բազմաթիվ փաստերով ենք այդ հանգամանքները հիմնավորում, որ ընկերությունը այսպես ասած եւ աշխատատեղերը ստեղծում եւ տնտեսական գլոբալ այս մարտահրավերներին է դիմակայում։ Հայաստանի Հանրապետությունում այս 4 տարիների ընթացքում իր գործունեությամբ վճարել է, եթե չեմ սխալվում, 6 միլիարդից ավել հարկ է վճարել պետական բյուջե։ 250 աշխատատեղ է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, այսինքն պետության տնտեսության համար լուրջ ներդրում է իրականացրել եւ զուգահեռաբար, այսինքն այսպիսի հետապնդումներ մշտապես լարվածություն են ստեղծվում ընկերության շուրջ։ Եթե լիներ սրանով նորից գալով ձեր հարցի սկզբնամասին, եթե լիներ քաղաքական հովանավորություն կամ ձեր նշած անձը Խաչատուր Սուկասյանը լիներ այս ընկերության հետ որևէ ձևով նույնիսկ 1%-ի այսպես ասած սեփականատեր կամ այսպես իրական շահառու, բնականաբար այս խնդիրները ենթադրելի էր գոնե իմ ենթադրությամբ, այսպիսի այսպես հետևողական խնդիրներ ընկերության շուրջ չէին առաջանա։ Հետևաբար գալիս ենք աներկբա այն հետևության, որ որևէ անձ քաղաքական առավել եւս բացի Արտակ Բաղիկյանից, այսինքն սեփականատիրոջից, որևէ թաքնված անձինք սեփականատերեր այս ընկերության հետևում չկան կանգնած։ Պարոն Հակոբյան, ինձ հետաքրքրում է մեկ հաց, քանի որ դուք ասացիք գործը դատարանում է, այսինքն այն էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, որը ըստ նախաքննական մարմնի կաշառք էին տվել Բաղիկյան եղբայրները, որպեսզի իրենց ցանկալի արդյունքն ունենային, մաքսանենգության այդ ճանապարհով ադամանդները բերեին Հայաստան, այդ գործը դատարանում դուք կարծում եք ունենալու է արդարացման ելք։ Գիտեք, ես կարող եմ կանխատեսում անել զուտ պրոֆեսիոնալ իմաստով, այսինքն գործի նյութերի հրապարակման դատաքննության արդյունքներից ելնելով, զուտ իմ գնահատականը որևէ շանս դրանով մեղադրական ակտ կայացվելու գոյություն չունի։ Հնարավոր չէ մեղադրական ակտ կայացնել, որովհետև ամբողջ մեղադրանքը իր ամբողջ այս հանցակազմի բոլոր տարերով հերկվել է դատաքննության ընթացքում։ Իսկ հետագայում պատիվ արժանապատվության մասով, եթե ունենաք այդ ցանկալի արդյունքը կգնաք միջև վերջ հասկանալ ովքեր են այդ տանիքները, որոնք փորձում են ադամանդի գործանի այս սեփականատիրոջ Արտակ Բաղիկյանին նեղացնել կամ ինչ-որ խոչընդոտներ ստեղծել կամ այսպես ասած ավելի հայրենիզով փայ մտնել։ Գիտեք, հետագա process-ները, այսինքն երբ որ ամեն ինչ լավ ընթանա, արտարացման դատական ակտ լինի, բնականաբար դրանք իրավական process-ներ են եւ դրանցով հնարավոր չի փարատել ձեր նշած, այսինքն հանգամանքները, մեր մտավախությունները, այսինքն մեր կարծիքները կամ կասկածները վերհանելու, որովհետեւ այդպիսի գործընթաց դա չի ենթադրում պատվի արժանապատվության եւ գործար համբավի կամ քրեական ապօրինի քրեական հետապնդման արդյունքում պատճառված վնասների հետ կապված այդ գործընթացը նման այսինքն հնարավորություն չի տալիս, որ ձեր նշած հարցերի պատասխան ունենանք, դա ավելի շատ բարոյական տիրույթում է, հոգեբանական տիրույթում է, այսպես մտավախություններ են, ենթադրություններ են։ Հիմա չգիտենք կոնկրետ ովքեր կարող են լինել կամ կան թե չկան առհասարակ այդպիսիք, համենայն դեպս սրանով այս հանգամանքները շեշտադրելով մեկ բան ենք ուզում հանրությանը, նաև բոլորին, այսինքն այդ մտավայնությունը, թե կան թաքնված սեփականատերեր, կան այլ բաժնետերեր կամ առավել եւս կոնկրետ քաղաքական անձերի անուններ են շոշափում, որ այս հանգամանքները, այսինքն տրամաբանական, եթե այդպիսի անձինք լինեին, բնականաբար ընկերությունը չէր ունենա այս խնդիրները։ Այսինքն արդեն իսկ այս տեղի ունեցող իրադարձություններով հերկվում է այդ որևէ հովանավորությունը, որևէ կապը, որևէ քաղաքական անձի հետ։ Իսկ հետագայում թե ինչ կանենք, այսինքն ըստ էության դատական ակտից հետո կերևա։ Պարոն Հակոբյան, նաև Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հայտարարության մեջ մի ուշագրավ հանգամանք կար, որ Բաղիկյան եղբայրները հետախուզման մեջ են։ Կար նման բան, միջազգային հետախուզման մեջ են։ Ոչ։ Որտեղ այդպես գրված է, որ ԱԴԾ-ն հայտնել է, որ անօրինական գործունեության կազմակերպիչներ Բաղիկյան եղբայրներն են, քաղաքացիներ, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ։ Ես նման տեղեկություն չունեմ, ներկայումս գործընթացը բնականաբար խափան միջոց է կիրառված բացակայելու արգելք, զուտ երևի այս հանգամանքն է շփոթության տեղիք տվել այս քրեական գործի հետ կապված, որը գտնվում է դատարանում, այլ տեղեկություն չունեմ։ Իսկ Ռուսաստանի իրավապահների այս հայտարարության մասով ընկերության ղեկավարությունը սեփականատերը որևէ գործընթաց սկսի պարզաբանում պահանջելու, որ ընկերությունը որևէ կապ չունի ադամանդների այդ գործընթացում ներգրաված անձանց հետ, որևէ կապ չունի, այսինքն անգամ շեշտադրված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որ Ռուսաստանի Դաշնությունից հումքը չի գալիս ըստ էության։ Ընկերության ղեկավարությունը բնականաբար, եթե շարունակվեն այս հետապնդումները, այսինքն անվանարկող տեղեկատվության շարունակականությունը, ղեկավարությունը անպայման միջոցներ
պայմաններ կձեռնարկի Ռուսաստանի Դաշնությանը նաև համապատասխան մարմինների նամակներ, դիմումներ հղելով, պարզաբանումներ տալով, նաև պարզաբանումներ պահանջելով, որպեսզի ընկերության անունը իհարկե շատ ուղիղ ձևով չէր, հնարավոր է ենթադրական ձեր ամենասկզբի հարցադրման կոնտեքստում, այդ համատեքստում հնարավոր է եւ այսպես տարբեր ենթադրությունների արդյունքում է այս թիրախավորումը առաջացել, ենթադրել են ենթադրություն առայն, որ կապ ունի սա քաղաքական անձերից որևէ մեկի հետ եւ թիրախավորումը այդ համատեքստում է տեղի ունեցել, ես չեմ բացառում որևէ հանգամանք, նաեւ այս դուք նշեցիք այս գործընթացների հետ կապված, ամենայն դեպս, երբ որ հարցադրումը տալիս եք, նոր այսպես մտահղացում է գալիս, չեմ բացառում որևէ հանգամանք, ամենայն դեպս մեկ բան հստակ է, որ կապ չունեն նշված քրեական գործի հետ, Արտակ Բաղիկյանը ADM ընկերությունը որևէ առնչություն չունի։ Եվ առասեք ազգային անվտանգության ծառայության գործը դատարանում է, նշեցիք, որ վերջնական փուլին եք հասկանում, մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը, թե 2020 թվականին հարուցված քրեական վարույթը ինչ ճակատագրի արժանացավ, ի վերջո մեծ պաշտոնական հաղորդագրություն է դերևս այդ տարիներին տարածել, հիմա արդեն Ռուսաստանի Դաշնության մակարդակով է էլի դա իրականացվում, ընկերության անունը շեշտադրվում։ Կա որևէ բան, որ կուզենաք ևս ավելացնել նշելով, թե ինչ գործընթաց է կամ ձեր հետագա քայլերը որն են լինելու ընկերության պատիվը, հետագա նաև իրավական այս գործընթացները պաշտպանելու առումով։ Մենք առայժմ այս քրեական գործի շրջանակներում, այսինքն գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելուց հետո, երբ որ կավարտվի դատաքննությունը, վերջնական դատական ակտ կլինի, ըստ այդմ կորոշենք մեր հետագա անելիքները այս առումով առնվազն, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ կապված այս անհիմն հրապարակումների, հերյուրանքների հետ կապված կլինեն համապատասխան քայլեր, պարզաբանումներ, նաև պարզաբանման պահանջներ եւ ի վերջո ընկերությունը եւս հայտարարություն տարածել է, որ որևէ կապ եւ առնչություն չունի նշվածի հետ եւ կարծում եմ այսքանը բավարար է։ Շնորհակալ եմ շատ, պարոն Հակոբյան, հրավերի համար եւ պարզաբանման համար։